Շտապ կորել է անչափահաս երեխա։ Զախարյան Ալեքս Յուրիկին 14 տարեկան է, բնակվում է Խաչփարում։ Վերջին անգամ նրան տեսել են Հայանիստում 30/03/2026-ին ժամը 14:00-ի սահմաններում։ Երեխայի հագին եղել է սև ժակետ, սև բոթացներ, կապույտ շալվար։ Իր հետ ունեցել է ուսապարկ, հեռախոս։ Արտաքին տվյալներն են՝ հասակը մոտ 150 սանտիմետր, մազերը բացշագանակագույն, աչքերը մուգ։ Տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել 093 35 51 29 հեռախոսահամարով։ Խնդրում ենք անպայման տարածել, յուրաքանչյուր րոպեն կարևոր է։ Դերասան Ռաֆայել Երանոսյանը տարածել է մի աղջկա վերաբերյալ հայտարարություն ու գրել. Լիլիթը մեր օգնության կարիքն ունի։ Նշենք, որ 2021 թվականից մինչ օրս տվյալ աղջիկը պայքարում է քաղցկեղի դեմ։ Այս պահին ստանում է քիմիոթերապիաներ, սակայն բուժումն արդյունավետ չի ընթանում։ Նոր բուժումների և բժշկական միջամտությունների միջով պետք է անցնի, որոնց համար շատ միջոցներ են պետք։ Ես հանդիսանում եմ երկու անչափահաս երեխաների միայնակ մայր։ Արդիր տեղադրված է հիվանդությանս էպիկրիզները։ Ես հավատում եմ, որ ամեն մեկից փոքրիկ ներդրումն անգամ անհնարինը կդարձնի հնարավոր։ Ներկայացնում ենք Առաքելյան Լիլիթի հիվանդության մասին պատմող փաստաթղթերը։ Շոումեն հանդիսավար Արամ Մելիքյանն ու նրա ընտանիքի անդամները բավականին ակտիվ են ինստագրամյան հարթակում։ Շատ հաճախ այս ընտանիքը օգտագործում է իր մեծ լսարանը, ի գիտություն դարձնելով այս կամ այն մարդու առողջական խնդրի մասին։ Այսօր ևս բացառություն չէ։ Արամ Մելիքյանն ինստագրամյան հարթակում հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ երիտասարդ աղջկա Լիլիայի առողջական խնդրի համար գումար է հարկավոր, նա պետք է մեկնի Գերմանիա, որպեսզի կատարվի ոսկրածուծի փոխպատվաստում։ Ներկայացնում ենք Արամ Մելիքյանի տեսաուերցը հաջորդ թիվ։ Ես ընդհանրապես, երբ որ նմանատիպ վիդեոներ եմ անում, ուրեմն կամ անձամբ ճանաչում եմ, կամ իմ ընկերն անձամբ ճանաչում։ Այս պահին էլ մի աղջկա համար եմ ասում, որը բավականին լուրջ խնդրի մեջ է ու մի 7-ից 10 օրվա մեջ պետք է մեկնի Գերմանիա, որովհետև իր ոսկրածուծը աշխատում է ընդամենը 20%-ով, շտապ գործողություն պետք է արվի, բավականին լուրջ։ Խոսքը Լիլիա Քոշատաշյանի մասին է, ես իմ էջը կթողնեմ, ովքեր որ կփորձեն կամ կուզենք ցանկանան աջակցել, ասեմ, որ աղջնակի էջում ամբողջ ինֆորմացիան կա, նա ընդամենը 16 տարեկան է ու բավականին լուրջ խնդրի մեջ է այս պահին։ Ինչպես նշեցի, շտապ պետք է մեկնի, եթե չեմ սխալվում, մի 10 օրվա մեջ պետք է մեկնի Գերմանիա, դրա համար ովքեր որ կցանկանան աջակցել, օգնել, հա, կամ չերեզ այդ վիդեո ուրիշին գտնեմ, որ օգնի, հենց որ այս վիդեոն հենց դες համար է, գնացեք հղումով, գնացեք աղջկա էջ, հուսով եմ ամեն ինչ լավ կնգի։ Ամերիկա բնակ սիրված երգիչ Արմենչիկն իր ինստագրամյան էջում հրապարակում է արել, այդպիսով հրավիրելով իր հետևորդների ուշադրությունը։ Նա տարածել է երիտասարդ աղջկա հայտարարությունն ու խնդրել միանալ դրամահավաքին։ Բարև, ես Լիլիան եմ, 16 տարեկան, ով այս պահին ունի ձեր օգնության կարիքը։ Ես արդեն 1 տարի է ինչ ունեմ առողջական լուրջ խնդիրներ, ինձ մոտ ախտորոշվել է միելոդիսպլաստիկ համախտանիշ, ինձ շտապ անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում, որն արժե $40,000, 15,800,000 դրամ։ Կից կներկայացնեմ հիվանդության հետ կապված փաստաթղթերը և տվյալները գումարը փոխանցելու համար։ Միայն տարածելն արդեն մեծ օգնություն կլինի։ Կանխավ շնորհակալ եմ։ Ստորև նշված են նաև հաշվահամարները, որով կարող եք փոխանցումներ կատարել։ Այս հայտարարությունն իր ինստագրամյան էջում տարածել է սիրված երգիչ Արմենչիկը։ Նշեցնենք, որ ավելի վաղ էլ ներկայացրել էինք երգչուհի Սիլվա Հակոբյանը վերջին տարիներին էլ ավելի ակտիվ է։ Նա ինստագրամյան հարթակում ևս մեծ ակտիվություն է ցուցաբերում, ժամանակ առ ժամանակ հրապարակումներ անելով, ցույց տալով իր ընտանիքի երեխաների մասնակցությամբ կադրեր։ Երգչուհի Սիլվա Հակոբյանը նաև օգտագործում է իր հետևորդների մեծ բանակը օգնելով տարբեր մարդկանց։ Այսօր երգչուհին տարածել է օգնության մի կանչ, որտեղ նշվում է, որ փոքրիկ Միքայելը պետք է ապրի։ Երգչուհի Սիլվա Հակոբյանի տարածած հայտարարությունը հետևյալն է. Փրկենք փոքրիկ Միքայելին, ունի սրտի անբավարարություն, անհրաժեշտ է վիճակը Հայաստանում ստաբիլացնելուց հետո տեղափոխել արտերկիր և կատարել սրտի փոխպատվաստում, անհրաժեշտ է բոլորի օգնությունը, խնդրում եմ օգնել, անտարբեր չանցնել։ Այսպիսով Սիլվա Հակոբյանը փորձել է օգտագործել իր հետևորդների մեծ բանակը այս ձայնը լսելի դարձնելու համար։
Երկիչ սպիտակցի Հայկոն Հայկ Ղևոնդյանն ինստագրամյան հարթակում տարածել է օգնության կանչ։ Ընկերներ ջան, խնդրում եմ ինչքան հնարավոր է տարածեք։ Վեներայի պատմությունն անտարբեր չի թողնի ոչ ոքի։ 11 տարեկան Վեներան տառապում է մանկական ուղեղային կաթվածով։ Երեխան ունի հենաշարժողական լուրջ խնդիր, չի կարողանում լավ քայլել։ Բժիշկների հավաստմամբ երեխան շտապ ևս մի քանի կուրս պետք է անցնի, որպեսզի էական փոփոխություն զգացվի, սակայն Վեներայի ծնողները չեն կարող վճարել բուժման համար։ Ընկերներ ջան, երեխայի ծնողների հիմնական աշխատանք չունեն։ Ընտանիքն ապրում է Վեներայի թոշակի եւ օրավարձով աշխատանքի դիմաց ստացված գումարով։ Նշեմ, որ Վեներան նաեւ ունի ոտքի շատ լուրջ խնդիր, անհրաժեշտ են բժշկական կոշիկներ։ Մայրը ներկապահին գտնվում է հիվանդանոցում, հայրը եւս ունի առողջական լուրջ խնդիր։ Խնդրում եմ բարեգութ մարդկանց անտարբեր չանցնել, ապրում են անմարդկային վատ ու ծանր պայմաններում, նախնական բուժման համար անհրաժեշտ է 400,000 դրամ։ Խնդրում եմ ինչքան հնարավոր է տարածեք։ Վեներային օգնելու համար ստորև տեղադրում եմ քարտի համար եւ իդրամ հաշիվ։ Ահա այս հաղորդագրությունն է տարածել ինստագրամյան հարթակում Սպիտակցի Հայկոն, ով ըստ ամենայնիվ որևէ առնչություն չունի աղջկա հետ, սակայն փորձել է օգտագործել իր հետևորդների մեծ բանակը այս աղջկան օգնելու համար։ Նետկարի Գիտյանն ինստագրամյան էջում տարածել է օգտատերերից մեկի հրապարակումն, ով օգնության խնդրանքով է դիմել։ Սիրելի մարդիկ, սա իմ կյանքի ամենադժվար գրառումներից մեկն է։ Հայրս ունի հաստաղուկ աղջկեղ, որն այժմ գտնվում է առաջադեմ փուլում եւ տարածված է լյարդի վրա։ Վերջին կաթահետազոտությունները ցույց են տալիս հիվանդության պրոգրեսիա, ուռուցքի եւ մետաստատիկ օջախների աճ։ Այսպիսով Էդգարի Գիտյանը իր հետևորդների ուշադրությունն է հրավիրել։ Դերասան Գևորգ Գրիգորյանն ինստագրամյան էջում տարածել է ինստագրամյան հարթակում հրապարակված մի օգնության կանչ, որը ներկայացնում ենք ձեզ։ Օքսանա Սուլթանովայի մոտ լուրջ հիվանդություն է, որի համար անհրաժեշտ է թանկարժեք բուժում։ Սկզբնական ախտորոշումը ագրեսիվ սուր էնդոմետրիոզն է, ադենոմիոզ, աղիքների էնդոմետրիոզ եւ այդպես շարունակ։ Երիտասարդ աղջկա մոտ արնահոսություն է։ Գևորգ Գրիգորյանը տարածել է այս հրապարակումը եւ խնդրել մարդկանց օգնել եւ մաքսիմալ տարածել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք։ Դերասան Տարոնի Սպիրյանը, նույն ինքը Պոնչը, ինստագրամյան էջում մի հայտարարություն է տարածել, որով դիմում է իր հետևորդների օգնությանը։ Իմ լավ ընկերներ, խնդրում եմ ցանկացածիդ օգնությունը կիսվեք, տարածեք, իսկ հնարավորության դեպքում ֆինանսապես աջակցեք իմ ամենալավ ընկերոջը։ Իմ լավ ընկերը, իմ հարազատը Գագիկը այսօր անցնում է իր կյանքի ամենադժվար փորձությունը։ Նա այժմ պայքարում է բել լիմֆոմա չարորակ ուռուցքի դեմ մեծ ուժով, հավատով ու համբերությամբ։ Հայաստանում նա անցել է քիմիոթերապիայի 6 կուրս, այնուհետև Բելարուսում ստացել է Care-Tip թերապիա, որը ցավոք արդյունք չի տվել։ Այժմ Հայաստանում է, բուժում է ստանում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում եւ բոլորիս օգնության կարիքն ունի։ Բարի մարդիկ, ձեր նույնիսկ ամենափոքրիկ ֆինանսական աջակցությունն այսօր չափազանց մեծ նշանակություն ունի Գագիկի համար։ Փոխանցումներ կարող եք կատարել Գագիկի հարազատ եղբորը։ Նշենք նաեւ, որ ավելի վաղ նմանատիպ հայտարարություններ տարածել նաեւ Իրված դերասան հումորիստ Ռաֆայել Երանոցյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Վերջինս պարբերաբար հրապարակումների տեսքով խոսում է իր ներկայացումների մասին, ցույց տալիս, թե ինչպես է ճամփորդում ժամանակ առ ժամանակ, ինչպես է ժամանակն անցկացնում իր ընկերների, մտերիմների ու բարեկամների հետ։ Այսօր Ռաֆայել Երանոցյանի հրապարակումը մի փոքր տարբերվում է մնացածից։ Նա միացել է օգնության կոչին ի աջակցություն մի կնոջ։ Շնորհիվ ձեր աջակցության արդեն հավաքվել է 115,000 դրամ։ Յուրաքանչյուր ներդրում մեզ մեկ քայլ մոտեցնում է նպատակին։ Անհրաժեշտ է ևս 1,485,000 դրամ։ Ձեր օգնությունը կարող է իրական փոփոխություն բերել։ Փոխանցումների համար հաշվեհամարները նշված են էկրանին։ Ահա այս օգնությանն է միացել դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք Երգիչ Սարգիս Եղիազարյանն ինստագրամյան էջում հրապարակումով է հանդես եկել, այդպիսով դիմելով հանրության ուշադրությանը։ Վերջինս օգնություն է խնդրել Լևոն Խաչատրյանի համար, նշելով հաշվեհամարները եւ հեռախոսահամարները, որտեղ կարող են փոխանցվել գումարները երիտասարդ տղայի կյանքը փրկելու համար։ Ինձ պետք է ձեր աջակցությունը։ Բուժման 3-րդ կուրսի համար շտապ անհրաժեշտ է
Խոմար նշված է հայտարարության մեջ։ Հաղորդավարուհի գեղեցկուհի Իրինա Թովմասյանն Instagram-յան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ, մենք ունենք ձեր օգնության կարիքը։ Երիտասարդ աղջկա մոտ 24 տարեկան հայտնաբերվել է high grade sarcoma, որն ունի շատ բարձր ագրեսիվություն։ Բուժումը Հայաստանում հնարավոր չէ շարունակել եւ շտապ անհրաժեշտ է վիրահատություն կատարել արտերկրում։ Ծախսերը չափազանց շատ են եւ ընտանիքը հոգացել է ծախսերը, սակայն խոսքը գնում է մեծ գումարի մասին։ Յուրաքանչյուրի 500 դրամը նույնիսկ կարող է մեծ օգնություն լինել», գրել է հաղորդավարուհին։ Նշենք նաեւ, որ այսօր ավելի վաղ ներկայացրել էինք Արամ Մելիքյանի ընտանեկան հրապարակումը, որը եւս օգնության մասին էր։